Ես հենց այդ օրը շատ արագ անմիջապես բացել եմ բոլոր կայքերը, այսպես ասած պաշտոնական, այո, պետականի մասին եմ խոսում հիմա, կառավարություն, այո, կառավարության, չգիտեմ, փրկարար ծառայություն, ներքին գործեր, արտակարգ իրավիճակների հետ կապված տարբեր այսպես կառույցներ, ինչպես նաև առողջապահության ոչ մի տեղ ես չեմ գտել։ Իմ այսպես ասած դիտարկումից մի փոքրիկ դիտարկում անել, ես տեսա որ չկա, հենց դա էլ մեր հասարակական կազմակերպության ոնց որ մղեց անդամներին, որ շատ արագ այո, տեղեկատվություն գոնե հնարավորինս սոցիալական ցանցերով եւ այլն սկսենք գուցեև հույս ունենալով, որ մեր հետևից կամ մեր նման այլ մարդկանց, հա, միայն մենք չենք, մեր նման մարդկանց հետևից ոնց որ թե կշարունակեն, կսկսի, որովհետեւ որևէ մեկը չի կարող այսպես հստակ ասել, գիտեք ինչ կա, չէր լինի ոչ մի բան, Հայաստանի սպառնալիքներ չկան, այս ռադիացիոն ճառագայթները, այս իոնացնող ճառագայթները, մասնիկները ռադիացիոն չեն ներթափանցի օդով, ջրով կամ այլ ճանապարհներով Հայաստանի Հանրապետություն եւ գիտեք հանգիստ եղեք, ռադիացիան ոչ քարտեզ գիտի, ոչ գիտի պայմանագիր, ոչ էլ գիտի թե ազգություն։ Նա եթե սկսեց ինքը տարածվելու է եւ ինքը երկարատև ազդեցություն է ունենալու արդյունքում արտաքին միջավայրի ավերիչ ազդեցություն, հող, ջուր եւ այլն, դրանից կենդանիներ, իմիջիայլոց կենդանիներ են հիվանդանում ռադիացիայով, միայն մարդիկ չեն, մարդկանց անհատական մարդկանց իրենց առողջությանը վնաս է լինելու, բայց անհատականի նաև մեծ հանրային վտանգ է ինքը, հանրային առողջապահական վտանգ է։ Եվ այսպես մտածենք, որ գիտեք ինչ, այլևս հրադադար է բանավոր հայտարարվել եւ վերջ, ընդհակառակը շատ ուրախ եմ, որ հրադադար է հայտարարվել, սա մի փոքր ահազանգ է, հետեւաբար այս հրադադարից հետո Հայաստանում պետական մակարդակով սա իրենց պետական պարտավորվածությունների մեջ է մտնում, պարտականությունների, պետք է սկսեն շատ արագ կարգավորել այն ինչը չեն արել։ Դա իրազեկման թերթիկներ, ամենուրեք տարածքային կառավարման նախարարության համայնքներից սկսած, վերջացրած առողջապահական ստրուկտուրաներով, հասարակական կազմակերպություններով, ինչպես նաև շատ կարևոր մի բան ապաստարանների խնդիրը, որը Հայաստանի Հանրապետությունում մասամբ ինչ որ ձևով մի քանի դες տարածքներում կա, չեք կարող արձանագրել, որ ընդհանրապես չկա, բայց իրենք կարգին կահավորված չեն, ջրային պահոստների խնդիրը լուծված չի, ինչպես է լինելու, մարդիկ չգիտեն, ասենք ես ենթադրենք բնակվում եմ օրինակ Արտաշատի շրջան X ես ուր եմ գնալու, այս պետք է պլանները շատ թափանցիկ ու հստակ լինեն, որ իրենք ուր են գնալու, ով որտեղ է ապաստան լինելու, ինչպես է կատարվելու, չկա։ Այս բոլորը բացակայում է, եթե նույնիսկ կա էլ ուրեմն դա հուժ գաղտնի է, որը որ այդ պահին է հարկավոր հանրային ոնց է մարդիկ հասնեն այսպես արագ, ինչպես իմանան ուր գնան, ով որտեղ պատահի, ստացվում է այդպես էլի։ Եվ սա ամենակարևորն է եւ երկրորդ կարևոր խնդիրն է նաեւ իրենք պետք է որոշակի դեղերի, պարագաների պաշար ունենան, առավել եւս կալի յոդիդի, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված է, որ ռադիացիոն յոդի պաշտպանվելու, ռադիացիված իոնիզացված յոդ, այսպես ասենք, պաշտպանվելու, դա կալի յոդիտն է, սակայն դա էլ պետք է ուսուցումների էլի, չի կարելի այսպես վերցնել, կարող է հակառակ էֆեկտ տա։ Եվ այլ սկսած դիմակների թաց, չգիտեմ, ձեռնոցների, որոնք պետք է դուրս գալուց անպայման ձեռնոցներ հակվի, այդտեղ լինելու սպարտադիր պետք է ինչ-որ որոշակի ախտահանումներ արվի, չենք ասում, որ դա ամբողջովին կկարողանա, բայց ինչ-որ ձևով կնպաստի, որ հնարավորինս քիչ մաշկով ներթափանցում լինեն, օդով, բանով, քթով եւ այլն։ Այս բոլորը պետք է ինիկատիվ ունենալ եւ մարդիկ պետք է պատրաստ լինեն։